Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում սիրով հյուրընկալել եմ հոգեբան, հոգեվերլուծաբան Միհրդատ Մադաթյանին, բարև ձեզ պարոն Մադաթյան։ Բարև ձեզ։ Պարոն Մադաթյան, իսկ այսօր եւ մենք լրագրողներս եւ մեր հասարակությունը շատ մեծ կարիք ունի հոգեբանների։ Քանի որ մեր ընդհանուր հասարակության տրամադրությունները, մոտեցումները կարծես թե այսպես շատ ապատիկ են դարձել, նաև հետ պատերազմյան իրավիճակով պայմանավորված, ենթադրում եմ, այդ թեմաների շուրջ այսօր ուզում եմ մի փոքր այսպես փակագծերը բացենք ձեզ հետ։ Ինչ տրամադրություններ են այսօր հայ հասարակության տիրույթում առհասարակ։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք վաղուց դուրս ենք եկել մետահոգեբանության կամ գեոհոգեբանության տիրույթ։ Ընդհանուր առմամբ մենք հիմա գտնվում ենք մի հատ իրավիճակում, որ բոլորս, այդ թվում նաև նույնիսկ մարդիկ, ովքեր թվում է թե իրանց լիարժեք առողջ չեն, այնպիսի կանոններ են ընդունել, որոնք իրանց համար երբեք ընդունելի չեն եղել։ Եվ բնականաբար մարդը բնույթով այսպիսին է, ինչ որ տևական ժամանակ միջավայրում գտնվելով, այդ միջավայրը ընկալում է որպես նորմա։ Հիմա մենք այս միջավայրը կարծես թե ընկալում ենք նորմա, բայց եթե մենք համեմատենք մեր նորմայի հետ, որը եղել է, ասենք թե 10 տարի առաջ, 15 տարի առաջ, մենք կտեսնենք, որ այլանդակ խեղումներով միջավայրի մեջ ենք մենք գտնվում, բայց դա ընդունում ենք որպես նորմա այսօրվա դուրս, որտեղ այդպես է անխուսափելի, ինչ որ մենք գնում ենք։ Մարդը ամեն ինչին ընտելանում է, հա։ Միանշանակ։ Բայց իր հոգեբանության վրա դա ինչ անդրադարձ է ունենում։ Ասում եք նորմալ ենք ընդունում, բայց դա նորմալ է, որ մենք նորմալ ենք ընդունում։ Ոչ, ես ասեմ ձեզ հետեւյալը։ Նու նայեմ sense Մաունթհաուզենում Օսվենցումում են մարդիկ ընկալել ու համակերպվել այդ միջավայրի հետ, որը որ եղել է ինչ որ շրջանի, որ դա տարիներ է տևում, հա, մարդը որ 5 տարի Օսվենցումում նստած է եղել, հա, ինքը այդ միջավայրի հետ արդեն հարմարվել է։ Հիմա մեր մոտ հետեւյալը կարող եմ ասել, ընդհանուր համաշխարհային մակարդակի վրա մեծ դեպրեսիա ունենք մենք հիմա, հա, որտեղ այս խժդժությունները աշխարհում կարանք դա անվանենք երրորդ համաշխարհային պատերազմ, կարանք դա անվանենք ուղղակի ոնց ուզում ենք, ինքը ընդհանուր դեպրեսիվ ֆոն է ստեղծում։ Իսկ Հայաստանում յուրահատուկ դա ակցենտացվում է, որովհետև այդ ֆոնի վրա մենք չունենք այնպիսի իշխանություն ու կառավարություն, որ մեզ կփրկեր այդ հոգեբանական մի հատ կապսուլա կսարքեր որոշակի օրեն, որ մենք կարողանայինք որոշակի գոնե պահպանվել, այսպես ասեմ, եւ տրավմատիզմը այս իշխանությունների ես գնահատում եմ շատ մեծ ու բարդ։ Սա կերևա իհարկե եկող աշնանը, երբ որ ընտրությունները կպրծնեն, իշխանափոխություն կլինի եւ մենք սթափվենք ու կանցնի ինչ որ մի շրջան, որ մենք կկարողանանք հետևանքներ գնահատել արդեն, այդ ժամանակ մենք կհասկանանք, թե ազգովի ինչ հոգեբանական լուրջ տրավմաների մեջով ենք մենք անցել։ Ընդ որում բոլոր նաև նրանք, ովքեր նույնիսկ Սփյուռքում են ապրում, բայց հայ են, իրանք զգում, իրանք նույնպես անցնում են այդ տրավմաների կապ չունի իրենց միջավայրը։ Եթե կապվածությունը կա սեփական հայրենիքի երկրի նկատմամբ, հա, այդ էմոցիան միևնույն է ունենում են։ Ես մենք ծառայություն ենք մատուցում աշխարհի բոլոր երկրների հայերի համար եւ քրոնիկ շփում ունեմ դրսի հետ։ Այդ մարդիկ շատ դեպրեսիվ ու ջուրագրգիռ վիճակում են։ Հայը, որը Հոլանդում կամ ասենք, չգիտեմ, Եգիպտոսում, հա, կամ որևէ միտեղ հարթնանում է ու առաջինը նյուզֆիդը թերթում է, ինքը չեք պատկերացնում ինչ էմոցիոնալ վիճակներ է տալի ինքը։ Բավականին բարդ է, իրանց համար էլ է բարդ։ Չեմ ասում մեր չափ, բայց իրանց համար էլ է բարդ։ Իրանց համար էլ է Արարատը սիմվոլ։ Արարատը սիմվոլ ջնջելը, հա, մենք ասում ենք, բայց հալը մի հատ ուշադիր նայեք այն սփյուռքահայերին, որոնք 3-րդ, 4-րդ սերունդ ընդեղ են ապրում Վիլյամ Սարոյանին, հա, ովքեր որ Արարատը համարել են ընդհանրապես հայության։ Իրենց ազգային ինքնության ու այսօր ասում են պիտի ջնջենք, որ մենք գոյություն ունեն, անգամ երբ որ ասում է որ սփյուռքահայ չի, ով որ ստեղ ապրում նա, չէ, ինչ որ sense դիսկուրս էլ կար եւ այլն, այս ամենը բերում է ընդհանուր շատ լուրջ դեպրեսիվ իրավիճակի, այո։ Պարոն Մադաթյան, տեսեք, մենք առաջիկայում գնում ենք խորհրդարանական ընտրությունների, բնականաբար հասարակությունը նորից ցնցումների մեջ է, բայց ամեն դեպքում հասարակության մի խավ էլ կա, որ
առհասարական տարբեր է բոլոր տեսակի դրսևորումներին, սրա մասին է կուզեմ խոսենք, այ ինչով է պայմանավորված նրանց անտարբերությունը եւ ինչով է պայմանավորված նաեւ այն շատ խիստ քաղաքականացված հասարակության այդ շերտի գործոնը։ Տեսեք, եթե մենք վերցնենք ու դեպրեսիան որպես պերսոնայից մեծացնենք, հա, որպես սուբյեկտ ընդունելով, հա, ազգությունը, ապա ինքը կարող ունենա մի շարք արտահայտումներ, որը նույնպես կպրոյեկտենք։ Անգեդոնյա ապաթիա, որը որ կբերի մի հատ թեզի, որը կասվի միևնույնն է ոչինչ չի փոխվելու։ Անգեդոնյա ապաթիա, որը ունենում է մարդն էլի, իր դեպրեսիայի մեջ, որը այս խավը կֆռակ ասի միևնույնն է ոչինչ չի փոխվում։ Ինքը չի հավատում։ Ինքը չի հավատում, ինքը արդեն գնում է կործանման, ինքը պատրաստ է կործանման, ինքը պատրաստ է հրաժարվելու ազգությունից, ինքնությունից, ամեն ինչից, ոչ թե որտեվ ինքը հայ չի, այլ որովհետև ինքը այս 8 տարին իրան ընկճել է այդ մակարդակի վրա, ինքը դեպրեսիայի մեջ է։ Այս մարդկանց մի բան կխնդրեմ, այսպես է, թող սա ընդունեն անձնական խնդրանք։ Եթե նույնիսկ համարում են, որ ոչինչ չի փոխվելու, վերջի շանսով հունիս ամսին իրենց ընտրությունը կատարեն, ոչ թե մնան տներում ու իներտ գտնվեն։ Թող կատարեն, որ հետո իրենց խղճի հետ հանգիստ են, ասեն արեցինք չփոխվեց։ Ոչինչ, թող գնան ընտրելու։ Մյուս մասը գնում է ռեակտիվ վիճակի մեջ։ Սա մենք դեպրեսիան ցիկլիկ հիվանդություն է։ Մենք ունենում ենք պիկ մոլուցկային վիճակ, մենք ունենում ենք դեպրեսիվ վիճակ, սինուսոիդալ հիվանդություն։ Մյուս մասը ընկնում է մոլուսկային իրավիճակի մեջ, հա, մոլուսկային ակտիվության, sense ասա, ռեակտիվ վիճակի մեջ, այսինքն սկսում է պայքարել վերջի շնչով, վերջի արյունով, համոզված որ սրա մեջ օրինակ շատ իմ ընկերներն են, որոնց ես տեսնում եմ, որոնք շատ ինտելիգենտ կրթված գիտությունների դոկտորներ են, բայց պատրաստ են ձերբակալվել, պատրաստ են կտանքների ենթարկվել, պատրաստ են տեսնում ենք այսօր մեր հանրային կյանքում, պարոն Մադացյան, այդ մարդկանց, այս մարդիկ, որոնք պատրաստ են անել մի բան, որը 10 տարի առաջ եթե մենք այդ մարդուն ասեինք ձերբակալվելու ես, ինքը դա ընդունելի դուք համատեղելի կլներ այդ մարդու կյանքի հետ ձերբակալությունը կամ մնացած բաները։ Դες մենք ունենում ենք եւ այն իրավիճակները եւ այսօրվա դրությամբ սրան միտումնավոր ես կարծում եմ բերել են այսօրվա իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը 20 թվականի դեպրեսիվ լուրջ բանից հետո, խթանիչից հետո, 44 օրյա պատերազմից հետո հետևողականորեն դեպրեսիվ ֆոնը սկսեց պահել եւ հիմա շարունակում է պահել թեկուզ այն սլոգանով, որ ասում է, եթե մենք չլինենք սեպտեմբերին, այս սեպտեմբերին միջամտությունը, որ կոնկրետացվում է ամեն ինչ հասկացար, ահա կապվում է կոնկրետացվան։ Մի փոքր ուշ կարող ասի սեպտեմբերի 38-ին օրինակ թիվասի, հա, ինչ որ թիվ էլ ասի, որ դու ավելի շատ սարսափի բան զգաս, միստիցիզմ գաս մեջը եւ իրավիճակներ։ Դες այս տագնապային ֆոնը իրան ձեռք է տալիս։ Տագնապային ֆոնը բերելու է մեծ ապաթիայի, մեծ ապաթիան բերելու է ընտրությունների մասնակցության թվի պակասման, որի դեպքում ինքը միգուցե հավանականություն ունենա ինչ որ ձևի վերարտադրվելու, որտեղ այլ կերպ ինքը վերարտադրվելու շանսեր չունի։ Այսինքն ինքը պարբերաբար հասարակությանը տանում է խորը դեպրեսիայի մեջ, այսինքն ահաբեկչության մեջ է պահում, որտեղ սա կոնկրետ ահաբեկչություն է, ես կարծում եմ սեփական քաղաքացու նկատմամբ։ Եվ այդ ահաբեկչության արդյունքում ուզում է վերարտադրվի։ Տեսեք, ահաբեկչություն միայն ասելով ես չէի բավարարվի, սպեկուլյատիվ ահաբեկչություն, որտեղ ամեն անգամ ամբյոնից ասել մենք տվեցինք կամովին, որ մնանք, տեսեք սպեկուլյացիա է, հա, ասում Արցախը տվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա ինքնություն, Լեոյի մեջ բերելով, Լեո ենք մեջ բերում, հասկացա՞ր, հա, Լեոյի մեջ բերելով միակ տեղն էր, որ մեզ ոչ թե ստիպելով տարան, այլ ինքներս տվեցինք, իսկ ինչի տվեցինք, ոչ մեկ չի հարցնում, իսկ ինչի տվեցինք, իսկ ով էր մեզ խնդրել տալ, մինչև այդ չէինք տվել ու վրոդի նորմալ էր, հասկացա՞ր, կամ սեպտեմբերին պատերազմ կլինի, կամ այս ամեն ինչը սպեկուլյատիվ է արվում, հասկացա՞ր, ոնց որ եթե դու չտաս կգնամ միլիցիայություն կհայտնեմ, եթե դու բան չանես կծեծեմ, սպեկուլյատիվ այս կենցաղը վերածվում փաշինյանական սլենգի, որը որ օքեյ է, ամեն դեպքում իրանց մոտ դա կարծես թե օքեյ է։ Մադացյան, այն շատ հաճախ մենք տեսնում ենք նաև տարբեր հանրային գործիչներ, քաղաքական գործիչներ ասում են, որ այս իշխանության մոտ լուրջ հոգեբանական խնդիրներ կա։ Ես չեմ ասում հոգեկան։ Իհարկե դա նաև մասնագետները կգնահատեն, բայց հոգեբանական խնդիր կա, որովհետև եթե մարդը հավասարակշիռ նորմալիզացված
անհատ լինի, ապա այսպիսի բաներով իր ժողովրդին չի տանի եւ չի հասցնի այսպիսի ցնցումների, ես կարծում եմ։ Նորմալ, adekvat մարդը պատրաստ է այսպիսի դրսևորումների, ըստ ձեզ։ Օրինակ ասենք ամեն առավոտ այդ անհետ բաները, որ անում է։ Գիտեք, մարդիկ որոշները նայում են, ծիծաղում են, այսինքն ծաղրի առարկա է ինքը դառնում, բայց որոշների մոտ իսկականից հոգեխանգարմունքի է հասցնում, ասում են չեն կարողանում մենք սրա այս կապիկությունները նայենք ու ելի անհավասարակշիռ իրավիճակ է ստեղծում։ Հատուկ հոգեկան, հոգեբանական խնդիր կա իրենց մոտ, թե ոչ, պարոն Մադեցյան։ Տեսեք, իրականում հոգեբանության մեջ կրիտինիզմը իհարկե հոգեբանական խնդիր է, դից խնդիր չկա, բայց եկեք հասկանանք, որ այսօրվա դրությամբ հանրության իշխող դիրք են գրավել մարդիկ, ովքեր գտնվում են կարիքների առումով հանրային ամենացածր խավի մեջ։ Հասկացաք ինչի մասն եմ խոսում։ Եվ ինտելեկտուալ առումով, եւ կարիքների առումով Մասլոուի բուրգում ամենացածր խավի մեջ։ Իրենք եկել են ուղակի վերև, ահա։ Հասել են, սկսել են մեզ իշխել, ովքեր որ շատ ավելի մեծ կարիքներ ունեն։ Այսինքն այնտեղից որպես կանոն պիտի չբարձրանան իշխողի դիրքում հանդիսանալ։ Ես դեռևս 18 թվականին, երբ որ եղաշրջում եղավ, առաջ անգամ կիրառել եմ օխլոկրատիա սկզբունքը։ Եվ իմջալոցա հին Հռոմից եկածա, որ օխլոսը եկավ իշխանության։ Այ օխլոս երբ որ գալիս է իշխանության, ինքը դառնում է անարխիա, ինքը դառնում է քաոս։ Այ մենք այդ ճանապարհն ենք անցնում, որը դեռևս Արիստոտելը, Պլատոնը նկարագրել են։ Ոչ մի նոր բան չեն անում իրենք։ Օխլոսը գալիս է իշխանության, օխլոսը կարողանում է անի, ասենք 4 բան՝ ուտում է, սեքս է անում, քնում է, տուալետ է այդում, դες կենսագործունեության արդյունքները։ Ինքը դա էլ դեմո է անում։ Վաղը որ օրինակ է, իշխանավոր ինչ որ մեկը որոշի, ասենք ոնց որ արվեց իմիջիալոց իշխանապողությունից հետո առաջի բանը դա նախագահականի զուգարանը նկարելն էր, եթե հիշում եք, հա, որը որ հասկացանք, չէ, ոչ մեկի չպետք է հետաքրքիր լինի, էլի այդ ամեն ինչը, բայց իրանց համար դա կարևոր է։ Հիմա ինչ են անում, նույն ծամելը նկարելը, ընտանեկան հարաբերությունները առաջի պլան բերելը, չէ, այդ Աննա Նիկոլ սերիալը հիմա որ կազմակերպում են եւ այլ, հա, այս տրենդերն է հիմա աշխատում։ Դա չի խոսվում, հասկացար, չգիտեմ, հա, ինչ որ արժեքներից, ինքնաիրացումից, հասկացար հոգեվորից, սա չի կարևորը։ Կարևորը այս տրենդն է, որը թելադրում է։ Իսկ Դանին Կրուգերի էֆեկտով մարդը ինչքան դմբոյ է, այնքան ինքնավստահ է։ Ու Նիկոլ Փաշինյանը շատ ինքնավստահ է անում աղմաղ բաներ։ Ինքը որ եթե ունենար գոնե Ну լավ, սենց ասեմ, մի քիչ ինստիտուտի 3-րդ կուրսը ավարտացի ինտելեկտ, սենց հա փորձեմ ասել, չեմ ուզում կոպիտ ասել։ Վերջի իր լայվերից մեկը զռալու հետ կապված ուղղակի չէր անի, որտեվ դրանով ինքը իրան վարկաբեկեց։ Ոչ մեկի չվարկաբեկեց բացի իրանից։ Բայց գիտեք, նորություն չի իր այդ լեքսիկոնը, այդ խոսվածքը։ Չի խոսք, ախա ինչ որ բաներ կա, որի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Բայց դա նաև լկտիություն է, սրիկայություն է, կապ չունի ինքը նախագահների հետ է խոսում եւ ինչ է ասում ինքը, էլի այս պարագայում։ Ասացիս իմաստը հետևելն է, այն որ իր սլենգը լկտիա ու սրիկա, սա իր կրիտինիզմից է գալի, то есть այդ կրթական ցածր ցենզից է գալիս եւ ես մինչեւ հիմա մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր իրան դիպլոմ շնորհեցին նվիրեցին։ Չեն շնորհել, դա կեղծ բան է եղել։ Ինչ որ այդ եթե իսկ եղել է ուրեմն պետք է։ Չէ, չեն շնորհել։ Ես գիտեմ, որ ԵՊՀ-ն իրեն չի շնորհել այդ դիպլոմը։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ այդպեսի է։ Սա իր կրթական ցածր ցենզից է, որոնց մենք համարում ենք պլեբեյստվը։ То есть երբ որ սեղանի շուրջ մեկը նստած իրան տեսնում է, մենք իրան պլեբս ենք համարում, մենք փորձում ենք, մենք ոչ չենք իրան նախատում, չէ՞, մենք չենք նախատում, մենք ուղղակի sense մի կոմենտ դիստանցավորվում ենք, հա, բայց այս դեպքում մենք չենք կարող դիստանցավորվել։ Սա բոլորիս տները։ Դες այս առումով ինքը շատ անկեղծ է ու ինքը ներկայացնում է այդ վաղը որ ոտերը դնի, ասենք սեղանի վրա, ու սկսի, չգիտեմ ինչ որ բաներ անել, այնտեղ այդ ինքն է, ինքը այդպիսին է, հասկանում եք, սա հատուկ չի ինչ որ անում։ Լավ, պարոն Մադացյան, ինքը այդպիսին է, հասկանում ենք, եւ ինքը ձգտումներ չունի բարձրանա տեղից կամ ասենք էթիկապես գոնե որոշակի նորմերի տիրապետի։ Դրանով ինչն է, այսպես են չամիչ են իզյումին կան, որ կարողանում է ազդեցություն ունենա որոշակի շերտերի վրա։ Այսինքն դրա հավեսը ո՞րն է։ Կներեք բառս համար կայֆը ո՞րն է, այսպես ասած։ Տեսեք մի հետաքրքիր բան ասեմ։ Մինչև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր բուհերում կար կոնկուրսներ եւ մարդիկ սովորում էին։
Այո։ Նիկոլ Փաշինյանի օրոք իր տրենդը բերեց նրան, որ պետ համասարանը Նիդաբորա։ Ոնու Նիդաբոր հայրենոց կլի, չգիտեմ։ Հա, այսինքն Նիդաբոր այսինքն չեն մրցույթ չկա որպես այդպեսին։ Ազգը, որին մենք համարում էինք կրթության համար ամեն ինչ տվող, ում տանը 3 երեխա կար, 3 նպտի բարձրագույն ավարտեին, չէ՞, այդպես էր։ Ու մենք կարիք ունեինք ու համասարաններ էր ձևավորվում, պետ համասարանը այսօրվա դրությամբ, որ ամենառեյտինգային համասարանն է, այսօր դարել է անպիտան։ Ինչի, որտեղ տրենդը հետևյալն է, պետք չի սովորել։ Եղեք դմբո։ Նիդաբոր չհավաքագրվող ուսանողներ, այո։ Այսինքն պետք չի այլևս սովորել։ Մարդկանց դարավ հեշտ, ասի մի րոպե։ Այսինքն ես ասում եի պետք է երեխես սովորի, վարձ էի տալիս, ստիպում էի որ սովորի, որ մարդ դառնա։ Նիկոլն ասում է մարդ դառնալու համար պետք չի։ Ես չեմ սովորել, տեսեք մարդ եմ դառել, մարդ ասելով հասկացանք ինչի մասն է խոսքը։ Ու հələ իշխում եմ բոլոր սովորողների վրա, հեգնում եմ իրանց։ Կառավարում եմ իրանց, SMS-ով իրանց ազատում եմ աշխատանքից, ընդունում եմ աշխատանքի եւ այլ բաները։ Այնս մխի իմ երեխեն սովորի, չի այդքան փող ծախսեմ, որ բրծավ, էսա կայֆը։ Կայֆը այնա, որ բերում է դեգրադացիայի։ Մարդը ավելի հեշտ է գնում դեգրադացիայի, քան գնում է դեպի աճի։ Աճը դա քրտնաջան աշխատանք է տարիների, ես ու դու շատ լավ գիտենք, Ռեփսեմե ջան, այն որ մենք ինչ-որ բանի հասել ենք մեր կյանքում, դա հազարավոր գրքեր են տեսողություն փչացնել է, գիշերներ կարդալ է, չքնել է եւ այլն, որ ինչ-որ բանի հասնես։ Իսկ ոչ Նիկոլ դառնալու համար ուղղակի պետք է ոչ մի բան չանել։ Դե իր թիմում մարդիկ կան, որոնց աշխատանքային գրքույկը 18 թվականից հետո է բացվել, այսպես ասած։ Սիմվոլիկաներից մեկը դա Արփի Դավոյանն է, սիմվոլիկաներից մեկը։ Ինչու բուժքույր ունեին մի հատ, որ դրել էին արշապահության հասկացեք, այս պերսոնաներ, որը տեսեք ինչ մեծամտությամբ թիվ 1 ամբիոնից, ասում եմ, ես պարտադիր չի մարդը կրթված լինի, որ կարողանա կառավարի։ Հələ մտ լսեք այս սլենգը, որով ինչ է անում ինքը։ Բոլոր top մենեջերներին, որոնք տարիներով սովորել են, Հարվարդ են վերջացրել, որպեսզի կարողանան կառավարեն, իրանց հավասարացումը ցեղին, ոչ մեկ եք դուք։ Հիմար եք անցել դուք։ Պարոն Մադացյան, բա այդ top մենեջերները, այդ Հարվարդ ավարտածները, այդ սովորածները, կրթվածները, որոնցից այո զգալի մասը նաև վերադարձել է հայրենիք եւ այստեղ նաև գործունեություն է ծավալում, լավ գումարներ են աշխատում եւ չեն վիրավորվում, որ իրենց վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Ես կարծում եմ, որ վիրավորվում են, ես կարծում եմ, ես ուղղակի մի բան եմ խնդրելու, մի անգամ իմ ավակ ընկերներից մեկը ասեց՝ մի պահանջեք բոլորից, որ լինեն հերոս։ Չէ, ես չեմ պահանջում հերոս, պարոն Մադացյան։ То есть ներքին բողոքը ունեն, բայց բոլորը չեն, որ պայքարող են։ Հա։ Հասկացա։ Սա էլ է տեսակի խնդիր չէ։ Հա, իհարկե։ Ու դա աբսոլյուտ իրանց չի նվաստացնում, հա, մենք ունեցել ենք ես ու դու դասախոսներ, որոնք շատ չպայքարող տեսակ են եղել, բայց ֆանտաստիկ խելացի մարդիկ են եղել, չէ՞, այսպես։ Միևնույն ժամանակ ունեցել ենք, ասենք, ընկերներ ու դասախոսներ, որոնք պայքարող տեսակ են եղել, թեկուզև եղել են շատ կիր, տկար, կարողապատայ ֆիզիկապես եւ այլն։ Դե սա տեսակի խնդիր է, այո, պայքարել կամ չպայքարելու իրավիճակը։ Ու բայց դե չի նշանակում, որ դժգոհություն չկա։ Ես հաճախ ենք շփվում, ես էլ դու էլ, հա, այդ միջավայրում ենք մենք սովորաբար շփվում, իմ միջավայրում չկա մարդ, ով որ պահում է։ Վերջերս իմ ջայլոց երեք մի փոքր միջադեպ եղավ, որի համար ցուցիչ է, ստիպված էի մտնել շուկայական միջավայր մի բան վերցնելու, որովհետև կինս չէր հասցրել ու ես պիտի մտնեի, 3 րոպեում իմ կողքը միծինք հավաքվեց ու կանայք Նիկոլին էին հայոյում։ Կանաչի ծախող կանանց մասին է խոսքը։ Ահա շուկայում եք եղել։ Շուկայում։ Հələ պատմեք, ինչ իրավիճակ էր, որովհետև շուկան այսօր ցուցիչ է։ Եվ իմ ընկերը իմ կողքից հետևել բան ասեց, առաջ գոնե խավային բան կար, դիֆերենցիացիա կար։ Հիմա դա էլ չկա։ Առաջ մենք գիտենք, որ ինչ որ խավ Նիկոլին բան է անում։ Իսկ հիմա մեզ մտել եմ շուկա կանայք, կանաչի վաճառով հավաքվել են իմ կողքը, օտար մարդիկ, ես չեմ։ Ես շատ շտապ էի, ես դիվերսնեի դուրս գայի, հասկացար, ուրիշ ոչ մի բան չկար անել ուտեղ։ Դե շատ արագ էր այդ սա, ու ես պիտի հասցնեի։ Ու կողքս մի մեծ միծինք հրավիրվեց։ Այս մարդիկ սկսեցին իրեն մեկը ընդեղից ասեց, ես երբեք ընտրությունների չեմ գնացել, մի կին ասեց, ուրեմն դու ես մեղավոր, որ Նիկոլը եղի։ Սես մի հատ կոնֆլիկտ ձևավորվեց, մարդը իմ մանգալի թե ով է մեղավոր, որ Նիկոլը եկել է ու մենք այսօրն ենք ընկնում։ Այսինքն ամեն դեպքում ես բացարձակ որևէ բան չեմ ասում, դա էլ այդ խավն է, որը առևտրական խավն է, որը զբաղված է շուկայում բանջարեղենի եւ մրգի վաճառքով մեր հայրենակիցները, բայց իդեպ այդ մարդկանց շրջանում Նիկոլը շատ բարձր ռեյտինգ ա ունեցել նախկին ընտրությունների ժամանակ։ Ես անգամ 21-ը չգիտեմ ինչպես, համենայն դեպս էլի իրենց միջից հայտնվել են, չէ՞ որ 680,000 մարդ ձայնատվել, 18 թվին միանշանակ եղել է
են։ 18 թվին բժիշկներ են եղել, Այո, 18 թվին շատ են եղել, բայց հիմա դա ցուցիչ է, որ այս միջավայրում նա արդեն իր ձայնը կորցրել է։ Ես համոզված եմ, որ այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու, եթե իհարկե մարսիանիները չկան, հա, մարսիացիք ու իրան հասկացար այստեղ տերոր չանեն իր բանով։ Համոզված եմ նույնիսկ եթե բոլորից ձերբակալի մեկը չի վերարտադրվելու ու դա ավելի հակառակ էֆեկտ է տալու, ոնց որ հիմա տալիս է հակառակ էֆեկտ իր տված այդ բոլոր սրտիկները, այդ կարտոֆիլները ու մնացած բոլոր բաները։ Այն որ ինքը փորձում է լայքեր հավաքել, սա ինքնախապեյության մի հատ մեխանիզմ է։ Ինքը փորձում է իրան լայքերը, ֆեյքերը դնում են, իրան թվում է, որ ինքը պոպուլյար է ու սրանով կինոն վերջանում է։ Այդ իր առավոտյան բանը, այդ իր Սրտիկների բանը, այս վերջինը, այդ որ ինքը տեքստ էր ասում զռալու բանի հետ կապված, հանրապետության վարչապետի մակարդակի վրա դիտումների քանակը նույնիսկ ֆեյքերի ֆաբրիկան ներառելով միզերային էր, այնպես ասեմ, որ նու այդ շրջանում իմ գրառումը նույնքան դիտումներ ունենա։ Իսկ ես հանրապետությունում շատ առաջատար չեմ, էլի դերքերով։ Դե տեսեք, ինքը նույնիսկ հպարտորեն իր էջում գրել էր, որ այդ իր սրտիկային այդ ակցիայի շրջանակներում ինքը չգիտեմ քանի հազար թե 100,000 դիտում ա ունեցել։ Ես ուղղակի զազրում եմ, էլի ոնց կարող է վարչապետի աթոռ զբաղեցնող մեկը նստի գրի, որ ժողովուրդ տեսեք ես այսքան դիտում ունեմ, այսքան լայք եմ հավաքել։ Ես համոզված եմ, որ լեյբլը, որ իրանք որոշել են ավտոբուսի վրա խփեն, էլի իրանք են նկարել, որտեղ դրա դիզայներին կարել էր գծինը ձերից առնել, որ ինքը չնկարի, որտեղ դες դիզայն չեն անում, դա սարսափելի է։ Դա վատնա, իրենց համահունչ դիզայնը բարձրացած։ Անկախ դրանից թե ումն է դա։ Վատնա եւ գունային առումով եւ ձևային առումով ինքը վատնա, ինքը եթե Հավաքել ջարդած մատեր են միջի։ Դիզայներ կանչեք, տեսեք ինչքան քննադատի, դա չի կարելի տես դիզայնը։ Հոդերի խնդիր ունեցող մատներ է։ Հոդերի խնդիր ան ինքը իրանով դա չի կարա լեյբլ դառնա, ինքը չի կարա դառնա։ Դե գիտեք ինքը ամեն առավոտ արթնանում է, ինչ որ մի միտքա ծնվում իր ուղեղում ինքը դա նկարես։ Ու ինքը դե հա, բայց ինքը բանա չէ հիմա նոր շնորհքները իր անտաղան շնորհքները նվագում է, երգում է, պարում է, թռվռում է եւ այլն։ Պարոն Մադացյան, իր թիմը ինչ հոգեկան եւ հոգեբանական վիճակում է։ Լավ, մենք սրա հետ արդեն կարծես թե պարզ է, շատ լավ հասկանում ենք ինչ է անում, ուր է տամ։ Դրա թիմը ինչ վիճակում է։ Այնտեղ adekvat մարդ կա ձեզ։ 3 դաս են թիմից։ Առաջի դասին կանվանեմ թութակներ։ Այդ որպես օրինակ դա Գևորգ Պապոյաններն են, որոնք որ առանց երկար մտածելու կրկնում են այն ինչ որ իրանց ասվում է։ Ու եթե Նիկոլ Փաշինյանը ասում է ինք չընտրվենք սեպտեմբերին պատերազմ կլինի, ապա Գևորգ Պապոյանը դա սկսում է զարգացնել, եթե մենք չլինենք Թրիպչինի, եթե մենք չլինենք Ձունչի գազմերը ու вообще բերք չինի եւ այլ եւ այլ, հա, ասես մենք ունենք չէ, տենց Գևորգ Պապոյանական մի հատ թեզ, որ հպարտանում էր որ Գառնուկներ են ծնվել, պարտանում է որ ինքը անմիջական միջամտություն ծորենն է եկել, հա, սա ինչ որ անհետների մասով ինքը այնպես է ներկայացնում, կարծես ինքը անմիջական միջամտություն է ունեցել այդ գառների հարցը։ Երկրորդ մասին եկեք անվանենք խորամանկներ, անունը այդպես դնենք խորամանկ։ Սրանք մարդիկ են, ովքեր հունիսի 9-ին երթվելու են հերոստացույցով, որ ատել են Նիկոլ Փաշինյանին, բայց պիստոլետը դրած է եղել իրանք ճակատին ու իրանք ստիպված են եղել, հասկացար այս ամեն ինչը անել։ Սրանք իշխանափոխության բանին, ասա կրոնափոխությանը սովոր տպեր են, ովքեր որ ընկել են այդ միջավայր ու իրանք պատրաստ են այսօրվա դրությամբ։ Միգուցե դրանցից որոշների դեպքում գործում է շանտաժը, համենայն դեպս ըստ օդում կախված լուրեր կան որոշների վրայով, որ շանտաժ կա եւ այլ վրեքները։ Եվ երրորդ տիպը դա գաղափարայիններն են, սրանք գեբելսներն են, այդ համակարգի Արսեն Թորոսյանական կերպարները եւ մնացած բոլոր, ովքեր անմիջական պատասխանատու են այս ամեն ինչի վրա, լինելով ավելի ինտելեկտուալ Նիկոլ Փաշինյանից, իրականում Փաշինյանի մատերի վրա խաղացնելով ինչ որ միտեղ, որտեվ ես այդտեղ ներառում եմ նաև Տիգրան Ավինյանին։ Իհարկե։ Արարատ Միրզոյանին, Ռուբեն Ռուբենյանին այդքան չէ, Արայիկ
Հարությունյան, Արսեն Թորոսյան, այսեն կերպարներն են, որոնք կամայական պահի Նիկոլ Փաշինյանին կտանեն ծով ծարավ հետ կբերեն։ Իրենք շատ ավելի խելացի են, ես դրական չեմ գնահատում սա։ Ուղղակի խելացի։ Խելացին են գերեն սրանք, հասկացել եք նա։ Ու Նիկոլ Փաշինյանին աճ ու ձախ տանելը իրանց համար մեկ է։ Ու եթե մեզ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իրանով ինքը կարա լինի, ասենք Սամադուր, հա, ասենց ասեն այնտենց բարկա հայրեն հիմա կարող չգտնեմ դրա։ Բայց ես համոզված եմ, որ այս կերպարները աճից ձախից թեթև սենց իրան ուղղորդում են, որ ինքը մնա այդ գծի վրա ու դրա համար էլ իրանք իրենց լայվերի, ելույթների բանի ժամանակ ակտիվ պահում են այդ դիրքորոշումները։ Դե գիտեք դրանով իրենք իրենց չեն պահում։ Իրենք իրենց են պահում առաջինը։ Իրենց գաղափարախոսությունն է։ Նիկոլ Փաշինյանը կատարող է։ Ինքը դաժե այս գործում լիդերը չի։ Ինքը դաժե այս գործում է մարիոնետ։ Հասկացաք։ Դաժե այս միջավայրում, որ մենք ամեն ինչ վերագրում ենք իրար։ Դուք կտեսնեք, որ ինքը մարիոնետ է լինելու։ Կերևա է սա։ Լավ։ Կտեսնեք, որ մարիոնետ է։ Ինքը չունի այդ ինտելեկտուալ հնարավորությունները լինի առաջին։ Իսկ կարող է մի քիչ թերագնահատում եք, պարոն Մադացյան իրեն։ Չէ, ես Փաշինյանին ինտելեկտ չէ, բայց ճկունություն ունի միանշանակ։ Ճկունություն, եկեք ճկունությունը անողնաշարության հետ չխառնենք։ Եկեք ճկունությունը կարմիր գիծ չունենալու հետ չխառնենք։ Պարոն Մադացյան, անողնաշար որ պարագայում, միգուցե արտաքին ուժերի, բայց ներսում ինձ կարող եք ասել, այդ ինչ շա, ուզել ու չի արել։ Ասել, հետո ասել, չեմ ասել կամ ասել։ Հա, բայց կներեք, մեր ընդդիմության հետ էլ տեսեք ոնց է վարվում, ոնց է խոսում։ Դաժանությունը եկեք թողնենք մի կողմ, հա, սա դաժանությունը թույլ մարդկանց է բնորոշ։ Դաժան ուժեղ մարդիկ չեն լինում։ Հզոր մարդը դաժան չի լինում։ Այդ դաժանությունը, որ ինքը անում է, որը այսօր դառել է շատ հասարակ երևույթ, այդ բնորոշ է թույլ մարդում, բայց դա չի նշանակում, որ գաղափարային մասը Իրանն է։ Ինչպես անալոգիա տանենք, հա, ֆաշիստական Գերմանիայում կային գաղափարախոսներ, ու դա բոլորովին փոքրիկ Ադոլֆը չէր, այսպես ասեմ, այնպես էլ այստեղ կան գաղափարախոսներ, ու դա բոլորովին փոքրիկ Նիկոլիկը չի։ Նիկոլը իր դերում է։ Եթե այդ գաղափարախոսներից ասենք, ապա ամենակարկառունը դրանցից դա Աննա Հակոբյանն էր։ Կինը։ Իհարկե։ Հիմա նախկին կինը թե կինը։ Չեմ կարող ասել, նախկինը մի փոքր ինձ թվում է դա սցենարը, չգիտեմ ինչի, որը որ էլի գրված է Աննա Հակոբյանի կողմից։ Ամեն դեպքում, որտեղ Նիկոլը ունի երկրորդային դերակատարում։ Նույնիսկ այդտեղ ինքը չունի առաջնային դերակատարում։ Ոնց տեսակ սցենարը խաղարկվեց, սերիալի առաջին մասը մենք տեսանք, բայց Նիկոլի դերակատարումը չենք տեսել։ Մենք Աննա Հակոբյանի դերը, տեքստը, թատրոնը տեսանք այդ ամեն ինչը հեռանալ զրծիբիլ, բայց Նիկոլի ֆիդբեքը չենք տեսել։ Իսկ մենք ինչի չենք ուզում հավատանք, որ օրինակ դա կարող է ճշմարիտ պատմություն է, պարոն Մադացյան։ Եթե դուք 8 տարվա մեջ ինչ որ մի բան կասեք, որը ճշմարիտ է եղել, հետո Ես կարծում եմ մենք 8 տարվա մեջ ոչ մի բանից էլ հստակ տեղեկություն չենք ունեցել, տեսել ենք այն ինչ որ արտաքին ճշմարիտ Արցախը, Հայաստանը եւ վերջ մենք դաշնակցական հոգեբանություն ունեինք, չէ՞, վերջերս տենց ինչ որ բաներ էկլեկտիկ մտքեր սկսեց արտահայտել, դուք ու դաշնակցականները ուր հասկացած չէ, вообще կապ չունեք իրար հետ։ Այս ամբողջ խնդիրը էլի ուզում եմ ասել, որ մի փորձեք Նիկոլին առանձնացնել այս պերսոնաներից։ Այսինքն այդ շուրջ բոլորը հավաքվածները հստակ գաղափարական հենքն են իր ձևավորում ըստ ձեզ։ Տեսեք, վերջի լինգվիստիկային ուշադիր եղեք։ Ռուբեն Ռուբինյանը արգելել է, որ մենք ավտոբուսում պարենք։ Սա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը համարում է, որ մենք երբ որ ավտոբուսում պարում ենք, դա ժողովրդի վրա լավ ազդեցություն չի ունենում։ Եկեք հասկանանք, Նիկոլ Փաշինյանը, ում ես այնքան մեծ է, որ ասում է, կա մի դատավոր, որի վարչապետի ասածը չանի, ասում է Ռուբեն Ռուբինյանը արգելում է որ ավտոբուսում պարենք։ Ես ուզում եմ, որ հասկանաք, որ իրան եւ արգելողներ կան, եւ ուղղորդողներ կան, եւ խրախուսողներ կան։ Այս ամբողջ խնդիրը։ Եվ այդ ծափարությունները, որ կողքից հնչում է, որպեսզի խլացնեն ինչ որ մեկի ձայնով, որ փողոցում իրան փորձել է նախատել։
Արցախցի կնոջ հետ տեղի ունեցած պատմությունը մետրոյում նույնպես կարծես թե ձեր ասած ժանրից է, որ ինքը իրեն ցույց տվեց այնպես ինչպես որ ինքը իրականում կա եւ իր վերաբերմունքը եւ Արցախի եւ արցախցիների նկատմամբ, հետո ինչ արեցին, ասացին մի հատ գնա ներողություն խնդրի, տենց չեղավ, այս քարոզարշավը փչացնում ես դու քո ամբաղ-զամբաղ խոսալով, այդպեսի տպավորություն չէ ստացան կամ մատացան։ Ինքը առաջի հակազդումը իր ասեց ես այդպես բան չեմ ասել։ Դե հա։ Հա, սա մանկական հակազդում է։ Երեխեքն են տենց անում։ Չէ, սովա վեկալը ես չեմ վեկալը։ Չէ, այնպես պերաշկին կամ կոնֆետը գացի կերել, ասում ես, սովա կերել, ասում ես չեմ կերել։ Հասկացա։ Բերանը շոկոլադոտ ինքը ասում է ես չեմ կերել։ Այս Նիկոլ Փաշինյանի վարկն է։ Ուզում եմ դուք իր այդ մանկամտության չափսը հասկանաք, որից հետո կողքից իրան բացատրեցին, որ եղբայր փաստեր կա, մեկ չենք կարող այստեղ ասենք չեմ եղել, մի ժամ առաջ ա եղել, չենք կարող ասենք, այն ժամանակ դաշնակցական հոգեբանություն եմ ունեցել, հիմա արդեն հասկացար եւ այլն, հասկացա, հա չի կարա այդպես բան տեղի ունենա։ Այս անգամ քպեական, հա։ Ու սա վեկացավ ներողություն խնդրեց, բայց նորից ներողություն չխնդրեց նրա համար, որ ինքը ասել է փախածներ։ Ներողություն չխնդրեց գաղափարային մասի համար։ Ինքը ներողություն խնդրեց երևացող մասի համար, հասկացար։ Ու կրկնեմ, ներողությունը բարոյական վնասը չի փոխհատուցում։ Հասկացաք, երբեմն ներողությունը ընդունում են որպես ինդուլգենցիա, այդպես չի, մարդը պիտի ջանա ներողություն չխնդրել, ոչ թե մեծամտության առումով, այլ սխալներ չանելու առումով, որտեղ կամայական սխալ, որը բերում է ներողության, մի հատ մեծ բիծ ա գցում քո վրա։ Բայց ներողությունը չաշխատեց, գիտեք, որովհետև բոլորը վստահ էին, որ դա հենց ինքն էր եւ իր մասին էր, այնինչ ինքն ասաց այդ ժամանակ։ Այստեղ մի հետաքրքիր միտք արտահայտվեց իմ ավակ ընկերներից մեկի կողմից, ով ասեց նա նույնիսկ հայություն չունի իր մեջ եւ կնոջ վրա երիտասարդ երեխայի ներկայությամբ կնոջ հետ պահելու ձև չունի։ Այստեղ երկրորդն է մանկահասակա թե չէ, մայրն է նստած, բա որ այդ երեխան կոշիկը հաներ տար գլխիդ, ախրանիկները էլ երեխուն էին ծեծելու։ Երեխան մենը նեղացրել ես, թքած ունի, բան էլ Ղարաբաղցի տղա է, երեխա է, հասկացար, կոշիկը հաներ տար գլխիդ այդ պահին, որ իր մորը նեղացնում ես։ Ինչ է իր անելու, ախրանիկները երեխուն էին ծեծելու, ուզում եմ հասկանամ, որ դու գնում եք այդ քայլին, եղբայր, բայց ձեզ չեն սովորացրել կնոջ հետ վարվելու ձև, ձեռք համբուրելու ձև։ Դուք չեք տեսնում կանանց հանդեպ ինչ սարսափելի հրահանգներ կան սրանց կողմից, իրենց ֆեյքերով, իրենց ինչ որ այլանդակ, ինչ որ բլոգերների, եսի ինչերի միջոցով, դուք չեք պատկերացնում, թե ինչեր են գրում, ինչեր են ասում կանանց մասին, դրանք կլինեն հանրային գործիչներ, դրանք կլինեն լրագրողներ, այո, այդ թվում եւ ես բազում դեպքերով մեծապես թիրախավորվում եմ, իմ գործընկերները, իմ գործընկեր լրագրողները, ինչ մտքներով անցնի, ինչ կին, ինչ հարգանք, պարոն Մատասյան, մենք ու մասին ենք խոսում, որը մի անգամ էլ եմ ասել, էլի եմ ասելու, այս հունիսին որոշիչ են լինելու հայ կանայք, որտեվ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի հետ մեր կանանց է անարգել պերիոդիկ, ինքը մեր կանանց հետ է վարվել վատ, ինքը մեր կանանց է բերել ինչ-որ մի հատ վիճակի, որովհետև սովորաբար այդ հայրենիք բան գաղափարները ավելի շատ կանացի վիճակներ են։ Եվ ես համարում եմ, որ մեր կանայք այնքան հզոր ու ուժեղ են, որ այս տարի հունիսին ցույց են տալու իրան, որ ինքը իրավունք չունի լինի երկրի ղեկավար։ Ես շատ ուրախ կլինեի, որ երկրի ղեկավարը նրա այդ կանանցից մեկը ինքը իրա փոխարեն։ Շատ ու ես համոզված ինձ լավ կզգայի տղամարդալով, որ ունեմ կին ղեկավար, բայց ով ունի արժանապատվություն, որտեղ կանանց համար արժանապատվությունը կարևոր բան է, հայ կանանց համար յուրահատուկ կարևոր բան է, իսկ Նիկոլ Փաշինյանը վաճառել է, ծախսել է, մսխել է մեր արժանապատվությունը, այն ինչ որ կնոջ համար շատ կարևոր է։ Այս շատ կարևոր բան եմ ասում։ Ես չեմ տղամարդկանց թերագնահատում, ստեղ ճիշտ հասկացեք ինձ, բայց ես ուզում եմ ասեմ, որ այն շարժիչ ուժը, իրականում ես համարում եմ, որ միշտ շարժիչ ուժը կանայք են, ամեն ինչի շարժիչ ուժը կա։ Նիկոլի շարժիչ ուժն էլ է իր կինը եղել, այդ միանշանակ ու կա։ Ու այս ընթացքում եթե դուք նկատեք նույնիսկ տերիտորիալ հեռավորությունը բերում է Նիկոլի հասկացար դմբո վարկագծի դրսևորման երբ որ անան կողքնային քուրիշ ձևի է պահում այն որ կողք չի այլ ձևի է պահում ասենք գոնե կարող է պարբերաբար խելքի հարավիրում կարգի հարավիրում հա հա կարգի հարավիրում հսկում է
Սանձերը ձգում հասկում է, որտեվ խելքի բառը ու Նիկոլ Փաշինյան բառը իրար հետ մի քիչ անհամատեղելի են իմ համար, հասկացա, դա տարբեր բաներ են։ Ամեն դեպքում ես կարծում եմ այս կանանց այս հանդուրժողականությունը հատելու է այս հունիսին եւ մենք ունենալու ենք գեղեցիկ պատկեր, շատ գեղեցիկ պատկեր։ Դուք կարծում եք, որ մեր ժողովուրդը ամեն դեպքում կգնա եւ այդ բեկումը կմտցնի խորհրդարանական ընտրություններով։ Ես համոզված եմ, որ հունիսի 8-ին մենք արթնանալու ենք մի հայրենիքում, որը ռեանիմացիայի է պատրաստ, որը գնում է վերականգնելու իր արժանապատվությունը, որը որ այս էջը թերթելու է եւ ամոթի այս էջը։ Եվ ես համոզված եմ, որ մենք գնալու ենք մի ճանապարհով ու ես պահանջելու եմ ու ես պայքարելու եմ հաջորդ իշխանության օրոքել, որպեսզի այս 8 տարվան տրվի իրավական եւ պատմական գնահատական եւ որպեսզի այդ պատմական գնահատականը գրվի դպրոցական դասագրքերում։ Իսկ հակառակ տարբերակի պարագայում ինչ եք տեսնում, պարոն Մադացյան, եթե մենք առավոտյան ամսի 8-ին արթնանանք կրկին Նիկոլի Հայաստանում, հակառակ տարբերակ ես չեմ տեսնում։ Ուղղակի չեք Չեմ տեսնում, դու չեմ էլ ուզում մտածել դրա մասին, որովհետև ես սովորաբար կյանքում չեմ պարտվում, այդպես մի քիչ մեծամիտ ասեմ, ու ինձ թվում է, որ այս դեպքում էլ ես չեմ պարտվելու, դա լինելու է հաղթանակ միանշանակ։ Ես կլինի, հայրենիքը կլինի, թե ինչ։ Գիտեք, ես 19-20 տարեկան եմ եղել, առաջի ազատամարտին եմ մասնակցել, հետո 44 օրյանն եմ իմ մասնակցությունը ունեցել, չասեմ մասնակցել, որ չդառնա հենց։ Հետո 44-օրյային եմ մասնակցություն ունեցել, հետո 44 օրյային եմ փորձել որքան հնարավոր է իմ տարիքի հետ ակտիվ մասնակցություն ունենալ ու այդ ամեն ինչ արել եմ ոչ թե որևէ մեկի համար, այլ արել եմ իմ գաղափարների համար, իմ հայրենիքի համար, իմ Արցախի համար, դա իմ համար կարևոր է։ Ես այդպես եմ մեծացրել իմ զավակներին։ Ու ես չեմ պատրաստվում իրանց ինչ որ իրական հեքիաթային ինչ որ գաղափարներ փաթաթել իրանց վզին։ Իմ որդին մեծանում է հպարտ, որ ինքը հայ է, որ ինքը Մոնթեի հետ նույն ազգին է պատկանում, ու ոչ թե Մոնթեն արգելված է ու դրա համար Facebook-ը բլոկ է անում, հասկացաք չէ ինչ մասնակցում։ Ես չեմ պատրաստվում իմ 60 տարվա գաղափարախոսությունը փոխել։ Ես չեմ պատրաստվում իմ ակնածանքը Եղեռնի զոհերի նկատմամբ փոխել։ Ու ես որ ասում եմ սա, ես համոզված եմ իմ նման մտածողներ շատ կան, անկախ պետք չի քաղաքական լինես։ Դե քաղաքական, ես քաղաքական նյութ չեմ ասում հիմա։ Ես հիմա ոչ մի քաղաքական նյութ չեմ ասում։ Ես ակնածանքով եմ վերաբերվում հայոց լեզվին։ Ես չեմ ընդունում այդ բերան ծռած այդ հիմար արտահայտությունները եւ երբեմն եթե նկատեցիք, եթե ես ելնելով իմ տարիքից ու կրթությունից ռուսերեն բառեր եմ անում, ես դրա համար ամաչում եմ, որ ես չկարողացա հիմա հարմարը անալոգիան դնել, ոչ թե ես հպարտանում եմ, որ ես օտարալեզու բառ օգտագործեցի։ Ես հպարտանում եմ իմ քաղաքով, իմ երկրով, այն ամեն ինչով, ինչով ստեղծված է։ Ես տեսել եմ այն երիտասարդներին, որտեղ Մոնտեն էր այն ժամանակ երիտասարդ, ովքեր ոչ մի ակնկալիք չեն ունեցել, իրանք հայրենիքը պահելու համար են զոհվել։ Դա Բետոն ա եղել, դա Մոնթեն ա եղել, դա տարբեր հիմա անուններ չտամ։ Դա եղել է Աշոտը Երկաթ, որ հիմա չի զոհվել, բայց հիմա ձերբակալված է, որի ես համարում եմ անառակություն, դա անառակություն է Աշոտին ձերբակալել այսօրվա դրությամբ։ Հասկանում եք, իմ ասածը սա է, գաղափարախոսության ու ինքնության խնդիր կա։ Մենք նույնիսկ պատերազմի ժամանակ, առաջի ազատամարտի ժամանակ, մեզ պահել ենք արժանապատիվ։ Մեր թշնամիները արժանապատիվ չեն պահել, բայց երբեք ոչ մի հայ զինվոր ադրբեջանցի կնոջ, հղի կնոջ երեխայի վրա ձեռք չի բարձրացրել։ Մենք նույնիսկ այդ միջավայրում ենք եղել արժանապատիվ։ Անգամ պատերազմում։ Սա իմ տեսածն եմ ասում, այո, հասկացաք։ Ես չեմ պատրաստվում այսօր այս միջավայրում դառնալ անարժանապատիվ։ Այդ դեպքում իմ գոյությունը իմաստը կկորի։ Իմ լինելիության իմաստը կկորի։ Իսկ Փաշինյան Նիկոլին ես ճանաչում եմ 90-ական թվականներից, ու ես 18 թվին, որ ինքը դեռ նոր սկսում էր, ես միշտ ասել եմ, ժողովուրդ, ում ասեք, բայց սրան ոնց։ Դե եղավ ինչ եղավ, հիմա էլ չենք կարող ազատվել, պարոն Մադացյան։ Այս ձեր վերջաբանը իսկապես շատ այսպես համահունչ էր նաև ներքին իմ մտորումների, նաև ապրած կյանքի եւ այդ արժեքների
առումով եւ շատ կարեւոր է, որ մենք մեր ժողովրդին անդադ հիշեցնենք իրենք ով են։ Եվ այս ձեր վրա պրոյեկտված այս ամբողջ կարճ անդրադարձը հենց խոսում է դրա մասին, ժողովուրդ, մենք իսկապես շատ նվիրական ժողովուրդ ենք, ազգ ենք, այո, մեր ազգի մեջ կարող են նաև հանդիպել այսպիսի երևույթներ, որոնք դուք շատ լավ սկզբում ասացիք, որ տակից կարող են բարձրանալ վերև, իրենք կարող են էլի լինել եւ ապրել այդ ներքևի շերտում, դա նորմալ է եւ իրենք էլ կարող են օգտակար լինել այս պետության կայացմանը, արժեքներ ձևավորելուն իրենց չափով, բայց որևէ կերպ չլինել իշխանության։ Սա ամենակարևորն է։ Ես շնորհակալ եմ պարոն Մադացյան։ Ես եմ շնորհակալ։ Այսօր հրավերս ընդունելու համար մենք շատ մեծ գործ ունենք անելու առջևում եւ ես ուզում եմ իսկապես պարոն Մադացյանի խոսքերը իրականություն դառնան, որ մենք ամսի 8-ին արթնանանք առանց Նիկոլ Հայաստանում 2018-ից ես այդ կռվի մեջ եմ պարոն Մադացյան։ Ես խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ դրա համար։ Դուք էլ հետը 18 թվականից ես այդ կռվի մեջ եմ եւ 18 թվականին, երբ որ ես նույն կերպ ասում եմ, որ ժողովուրդ սրան ոնց եք բերել, մենք էլ որպես լրագրող գիտենք, չէ՞ թե սա ով է մեր դաշտից ա եղել, ինձ ասում էին Դավաճան, դու չես ուզում, որ այս երկիրը ծաղկի եւ զարգանա, ծաղկեց, զարգացավ, տեսանք ինչ եղավ մեր գլխին։ Շնորհակալ եմ, ավեղեք, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Իսկ ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել էի հոկեբան Միհիրդատ Մադացյանին, լավ մնացեք, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ